ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս քննարկումը կազմակերպելու համար։ Ցավոք սրտի քննարկման որևէ հարթակ գոյությունել, դա շատ կարևոր է, առավել ևս մեզ սպասում են ճակատագրական ընտրություններ հունիսին եւ խոսքը գնում է սահմանադրական կարգի վերականգնման մասին։ Բայց եթե խոսքը գնում է սահմանադրական կարգի վերականգնման մասին, որպես կարևորագույն խնդիր, ինչ են մտածում քաղաքական ընդդիմությունները, որոնք ուզում են վերականգնեն այդ կարգը։ Արդյոք իրենք ունեն որևէ սեղան, որևէ հարթակ, որտեղ կարող են միմյանց հետ խոսել, գալ որոշակի պայմանավորվածությունների եւ դա ներկայացնել հանրությանը, նաեւ ընտրությունների ժամանակ։ Ցավոք սրտի դա չկա, որովհետեւ նախ մենք պետք է հասկանանք ինչ է քաղաքականությունը։ Քաղաքականությունը դա իմաստներ ստեղծելն է, ապագայի նախագծեր ստեղծելն է եւ մարտահրավերներին դիմակայելն է։ Ինչով է զբաղվում այսօր ընդդիմությունը։ Ընդդիմությունը զբաղվում է բողոքելով, բացատրելով իշխան պատն է, իշխանությունը, ամեն օր բացատրում են որքան պատն է, բայց ինչ անել, խնդրի պատասխանը մենք չենք տեսնում, եւ ես կարծում եմ, եթե հունիսին այս գործող իշխանությունը վերականգնվի, առաջերտին պատասխանատու են լինելու այդ բողոքավոր ընդդիմությունները, որոնք որևէ քայլ չեն անում, որևէ իմաստներ չեն ստեղծում մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք ունենք մի իշխանություն, որը իր ինչ-որ ծրագիր է սարքել։ Ես բերում եմ խաղաղություն ամեն ինչ հանձնելով, Հայաստանը նվաստացնելով եւ այլն, եւ սակայն պատերազմ չի լինելու, ձեր երեխաները չեն զոհվելու։ Իսկ ինչ է ասում ընդդիմությունը, արդյոք կարող է միասնական շարքերով հանդես գալ, արդյոք կարող է այդ հարցերի պատասխանը տալ։ Ցավոք սրտի ես դա չեմ տեսնում եւ այո, ընդդիմությունը լինելու է մեղավոր, եթե հունիսին այս իշխանությունը վերարտադրվի, որովհետեւ ռեալ առումով այս իշխանությունը վերարտադրվել որևէ շանս չունի, որովհետեւ հանրության մի զգալի հատված այս իշխանությունը համարում է թշնամի, երկրի թշնամի, բայց այդ հատվածը կարող է տունը նստել, չտեսնելով որևէ հստակ առաջարկ եւ այս մարտահրավերների պատասխանը։ Ուրեմն ես նորից եմ ողջունում այս հարթակը եւ հույս ունեմ, որ այս հարթակը կվերածվի կլոր սեղանների ժամանակ ծրագրեր կառաջարկվեն, կներկայացնեն հանրությանը եւ այդ կլոր սեղանի շուրջը խոսք չի գնալու իշխանության համար ով է լինելու մարզպետ, ով է լինելու վարչապետ, ով է լինելու փոխվարչապետ, այդ էգոիզմը կուսակցական պետք է մի կողմ դնել։ Երկրորդ պահը, որ ես ուզում եմ ողջունել, շատ կարևոր է, որ այս քննարկման ժամանակ խոսքը գնում է ոչ միայն իշխանություն վերցնելու մասին, որտեղ ընտրություններ են լինելու, այլ առհասարակ իշխանության փոխելուց հետո ինչ պետք է անել, ինչ հարցեր պետք է լուծել եւ առաջերտը դա վերաբերում է սահմանադրությանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Պողոսյանին սահմանադրության այս պահին մեզ հետաքրքրող հատվածները ներկայացնելու համար, սակայն ես ուզում եմ նաեւ մի կարևոր բան ասել։ Պարոն Պողոսյանը ինչ է ասում, ասում է, տեսեք, մենք ունենք մի իշխանություն, որը խորհրդարանում ունի մեծամասնություն եւ այդ մեծամասնությունը հլու հնազանդ ենթարկվում է վարչապետին։ Ինչ ուզում է, այդ մի անձանց եք ասում։ Իսկ ինչի համար է այդպես։ Արդյոք լուծումները սահմանադրությունում են միայն, մի կողմ տնենք մարդկային որակների եւ հանրային կուլտուրայի մասին։ Ես կարծում եմ պատճառը նաեւ կուսակցությունների մասին օրենքն է։ Այսինքն մենք երկրի ճակատագիրը վստահում ենք կուսակցություններին, սակայն կուսակցությունների առջև որևէ պահանջ գոյություն չունի։ Իսկ ինչպիսին պետք է լինեն կուսակցությունները։ Օրինակի համար շատ եվրոպական երկրներում գրված է կուսակցությունների մասին օրենքում, նաև սահմանադրությունում, մասնավորապես Հունաստանի, Իտալիայի եւ այլն, որ երկրի ժողովրդավարությունը եւ օրինականությունը կախված են կուսակցություններից եւ կուսակցությունների առաջ հստակ պահանջներ են տրված։ Օրինակի համար Հայաստանում ովքեր են կազմում այդ ցուցակները, որպես կանոն այդ ցուցակները կազմում են վարչությունը կամ կուսակցության կամ ղեկավարը։ Արդյոք Հայաստանը միայն կաթողիկոսն է ցմահ ընտրվում։ Ես կարծում եմ կուսակցության ղեկավարները նույնպես ցմահ են ընտրվում։
տրվում Հայաստանում մինչև կյանքի վերջը։ Արդյոք կուսակցությունների մասին օրենքով հնարավոր չէր դնել ինչ-որ պահանջներ, մասնավորապես, որ երկրի վարչապետը եւ կուսակցության ղեկավարը պետք է լինեն տարբեր մարդիկ եւ դրանով սահմանափակել վարչապետի ռեսուրսները, ազդեցությունը կուսակցության վրա։ Արդյոք չէր կարելի դնել խնդիրներ կուսակցականների բարոյական կերպարի մասին, որը կա օրինակ Իտալիայի կուսակցությունների մասին օրենքում եւ խորհրդարանում, հաշվի առնելով մաֆիայի իրանց բանը, նույնիսկ սահմանադրություն։ Իսկ մենք ունենք այդ օրինակը Հայաստանում, որ մենք ունենք այդ օրինակը, հա։ Երկրորդը, ինչ եղանակներով է կառավարում այս անձնավորությունը քաղաքացիական պայմանագրի պատանդ պատգամավորներին։ Եղանակները երկուսն են, մեկը կոմպրոմատներն են, որը ինքը օգտագործում է պետական լծակները, երկրորդը կաշառքը։ Ուրեմն այս անձնավորությունը, որ այսօր վարչապետը դեռևս մինչև 2018 թվականը Երևանի ընտրությունների ժամանակ ասում էր այն մարդիկ, որոնք չեն վերցնեն դրա կաշառքից, հետո քաղաքապետի բյուջեից իրենց այդ գումարը կտան, թե ինչպես է դա լինելու կարևոր չի, բայց այս մարդը պետական բյուջեն օգտագործում է իր թիմակիցներին կաշառք տալու համար, եւ հիմա խոսակցությունը գնում է, չէ՞, միլիոնավոր ընտրակաշառք ասեցի սխալվում, երևի ճիշտ ասեցել է, այդ կաշառք տալու համար, այսինքն պետական բյուջեից ինքը գնում է մարդկանց։ Երկրորդ մեխանիզմը որն է, կոմպրոմատները, լավագույն օրինակը մենք ունենք, երբ որ պատգամավորներից մեկի ԿՊ-ի, Աղազարյանի անձնական կյանքի բաները, գաղտնիքները հանրայնացնում էին, չէ՞։ Մենք ունենք օրինակներ եպիսկոպոսների կամ քահանաների, որոնք հանդես էին գալի ծայրահեղ քննադատության իշխանությանը, հավատարմության երդումներ են տալի կաթողիկոսին, մի քանի օր հետո դառնում են տիրադավ եւ պաշտպանում են այս վարչապետի քայլերը։ Ինչի համար։ Շատ պարզ է, չէ՞, կամ կոմպրոմատ է, կամ կաշառք, առաջերտին կոմպրոմատ։ Եվ նաև բազմաթիվ դեպքեր կան, նաև մամուլում կա, որ առաջարկում են հոգևորականներին գումարներ գայթակղում են։ Իսկ արդյոք պատգամավորները այդ վիճակում չեն եւ արդյոք կուսակցությունների մասին օրենքում հնարավոր չի ստեղծել դրույթներ, որոնք թույլ չտան գործադիր իշխանությանը ենթարկեցնել պատգամավորներին։ Դա եւ ընտրությունների վերաբերյալ, ընտրական ցուցակների վերաբերյալ եւ տարբեր մեխանիզմներ։ Հիմա խոսքը գնում է մենք ես բազմաթիվ օրինակներ, լուծումներ կարող եմ բերել, ուղղակի խոսակցությունը այսօր դրա մասին չի, թե կուսակցությունների մասին ինչ հոդվածներ կարելի ավելացնել, նաեւ այսօր հնչեց, որ օրինակի համար կարող է ֆաշիստական կուսակցություն գալ Հայաստանի իշխանության։ Իսկ արդյոք կուսակցությունների մասին օրենքում կա դրույթ, որը թույլ չտալով Հայաստանում լինի ֆաշիստական կուսակցություն։ Գերմանիայում պարոն Պողոսյանը կպատասխանի այդ հարցին, բայց Գերմանիայում այդ հարցի պատասխանը կա, Իտալիայում իրենց փորձից ելնելով մաֆիայի դեպքում այդ հարցի պատասխանը կա։ Ես կարծում եմ, եւ մենք այսօր ունենք մի իշխանություն, մի վարչապետ, որը ըստ էության ազգային եւ պետական բոլոր դրույթները խախտում են, որ իրական Հայաստանի մասին խոսակցություններով եւ այլն եւ այլն։ Այսինքն շատ կարեւոր է, որ նաեւ ընտրություններից առաջ վերլուծվի, թե ինչի համար այս ամենը ստացվեց եւ ինչ առաջարկներ կարելի է անել ոչ միայն սահմանադրությունում, նաեւ օրենքներում։ Երևի պարոն Պողոսյանը կխնդրեին կարճ պատասխանել եւս մի երկու առաջարկների, ինչի խորհրդարանը չպետք է համաձայնություն տար նախարարների նշանակմանը եւ օրինակ դեսպանների նշանակմանը։ Սա նույնպես շատ կարեւոր է եւ բարձրացնել այդ պատգամավորների պաշտպանության մեխանիզմը առաջերտին իշխանական պատգամավորների։ Հիմա ես գամ շատ կոմպրոմատներից, ազդեցությունից, օրինակի համար կարա դրույթ լինի, որ ոչ մի կուսակցության ղեկավար երկու ժամկետից ավել կուսակցության ղեկավար չպետք է լինի, կուսակցության խորհրդի 1/3-ը, 2/3-ը երկու ժամկետից հետո պետք է փոխվի, 1/3-ը 1 ժամկետից հետո պետք է թարմացնի եւ այլն, այսինքն մի մեխանիզմ ստեղծել,
որ կուսակցությունը չդառնա որևէ անձի կամ խմբի սեփականություն եւ այդ կուսակցության միջոցով պետությունը չդարձվի սեփականություն, եթե նրանք գալիս են իշխանության։ Հիմա ես կարճ ասեմ այդ թրիփի ճանապարհի մասին, իմ կարծիքով այս փաստաթուղթը, որը ստորագրվել է, սա Հայաստանի խնդրանքով է եղել, նախընտրական փաստաթուղթ է եղել եւ դեռ գրված է որևէ իրավական պարտավորություններ չի ենթադրում։ Մենք տեսնում ենք արտաքին միջամտություն ընտրություններում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ասում է իրենք պաշտպանում են գործող վարչապետին, Ադրբեջանից են մամուլում եւ պետական պաշտոնյաները հայտարարում, որ պաշտպանում են վարչապետի վերընտրմանը եւ նույնիսկ սպառնալիքներ են տալի։ Նույն օրինակը բերվեց այսօր, երբ որ 21 թվականին Թուրքիան ասեց եւ նաեւ Ադրբեջանը, որ թույլ չեն տա, որպեսզի Հայաստանի իշխանություն փոխվի։ Այսինքն մենք նման մարտահրավերների առաջ են կանգնած, երբ որ արտաքին ուժերը ըստ էության որոշում են ով է լինելու Հայաստանում իշխանություն։ Արդյոք ընդդիմությունը նույնպես այս հարցերը, ինչպես սահմանադրական կարգի վերականգնումը, նույնպես չպետք է բարձրացնի եւ հստակորեն արտահայտվի ընտրություններից առաջ։ Եվ եթե կա հանրային պահանջ, որ կուսակցությունները միայնակ չեն կարող փոխել իրավիճակը, արդյոք իրենք այ քննարկումների գնում են միավորվելու համար, ուժերը միասնական դառնալու համար, ձայները չփոշիացնելու համար եւ նաեւ հանրությունը տեսնի, որ քաղաքական դերակատարները կարող են միավորվել, որտեղ ես այնուամենայնիվ կարծում եմ, այս իշխանությունը փոխելուց հետո այս խորհրդարանը երկար չի գործելու, որովհետև քաղաքացիական պայմանագիրը ուղղակի փլուզվելու է, եթե իշխանություն չունենա, իսկ միավորված ընդդիմությունները էֆեկտիվ կառավարման համակարգ չեն կարող ստեղծել։ Սա նույնպես պետք է հանրությանը հասցնել, որ այս ընտրությունը ոչ թե իշխանության համար է, իշխանության ձևավորման համար է, այլ սահմանադրական կարգը վերականգնելու համար, այս ընտրությունները նաև արտաքին միջամտություններից խուսափելու համար է, այս ընտրությունները ներազգային համերաշխության ձևավորելու համար է, որովհետև այս վարչապետի հիմնական ռեսուրսը այդ ներազգային թշնամությունն է։ Այս խնդիրները լուծելուց հետո իհարկե կյանքը չի կանգնում, արդեն կգնա ռեալ քաղաքական փոփոխություններ, նոր իշխանություն ձևավորելու համար, ընդունելով այն կարևոր օրենքները եւ փոփոխությունները, որի մասին նաեւ այսօր մենք խոսել ենք։